Անցնող տարում ինչ արեց եւ ինչ չհասցրեց անել ազգային ժողովին դիմադիր ամենամեծ Հայաստան խմբակցությունը։ Մեծ հաշվով խորհրդարանական ճակատում իշխանության հետ կռիվ տալը հեշտ չէր ու նաեւ համոզել, որ երկրի քաղաքացին պետք է օրենքով պաշտպանված լինի։ Ազատ խոսքի համար չպետք է հետապնդվի ու կալանավորվի, որ հարկային բեռը պետք է թեթևացնել, կենսաթոշակները բարձրացնել, սահմանները ամրացնել, բանակն ուժեղացնել։ Այս ամենին օրենքի ուժ տալու համար Հայաստան խմբակցությունը ներկայացրեց 1 տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ, նախագծերի եւ հայտարարությունների տեսքով։ Ինչպես եւ սպասելի էր, քաղաքացիական պայմանագիրը որպես մեծամասնություն իր ազգադափ քաղաքականության համապատասխան ոչ միայն դեմ էր քվեարկում մեր նախաձեռնություններին, անգամ առանցին նախաձեռնություններ չէր թույլատրում նույնիսկ մտներ օրակարգ։ Այդպիսի նախաձեռնությունները վերաբերում էին թե Արցախի Հանրապետությանը, թե Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության հարցերին Հայաստանում, ուրեմն վերաբերում են նաև քաղաքական բանտարկյալներին ու նաև սոցիալ-տնտեսական եւ պաշտպանական ոլորտի բազմաթիվ առաջարկություններ։ Անցնող տարում Հայաստան խմբակցությունը նաև կարևոր հարցերի շուրջ հանրային լսումներ նախաձեռնեց, իշխանությունից պահանջեց հաշվետվություն, բացահայտեց, հանրայնացրեց այն ամենը, ինչից շատ անգամ անտեղյակ էր պարզ քաղաքացին, բայց ինչպես սպասելի էր, իշխող ուժի արձագանքները բուռն էին։ Սաղիթ պետք է տանեմ լսեմ ածի պատվալը։ Նստեք տեղները, ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Ուզում եմ հասկանալ, ինչ է եղել, այսօր ինչի եք այդքան ջղագրգիռ, ինչ է պատահել։ Թե ինչ էր պատահել, պատասխան այդպես էլ չտրվեց։ Իշխանությունը իր ջղաձգումները նույնիսկ ձեռնամարտի հասցրեց այն ժամանակ, երբ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Հայաստան խմբակցությունը հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը եւ արդարացումը քրեականացնող օրինագիծ է շրջանառության մեջ դրել։ Ամբողջ աբսուրդն ու զավեշտը նա է, որ Բարսագույն ներկայացուցչական մարմինը այս մարտիկ վերածել են սեփական խանութի, սեփական տան բակի, սեփական խուցի եւ փորձում են ոչ միայն իրենց, այլ նաեւ անվտանգության ողջ ուժերը գործադրել ֆիզիկական ճնշման ենթարկելով ընդդիմությանը։ Բնականաբար թե հոգեբանական եւ թե մարդկային ընկալման առումով անընդունելի ու մերժելի է մեր կողմից նման վարքագիծը, որտեղ դա հեղինակազրկում է առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստան խմբակցության կողմից ներկայացված մյուս նախագծերի նկատմամբ աղմուկը թեև չհասավ ձեռնամարտի, սակայն իշխող ուժն անաղմուկ դեմ քվեարկեց այնպիսի նախագծերի, որոնց ընդունման դեպքում կշահեր թոշակառուն փոքր ու միջին բիզնեսը եւ առհասարակ շարքային քաղաքացին։ Թադևոս Ավետիսյանի եւ Արծվիկ Մինասյանի հեղինակած նախագծերից մեկը վերաբերում էր խնդրարույց գույքահարկի բարձրացմանը, որով ընդդիմադիր падգամավորները առաջարկում էին, որ 2025-2026 թվականներին նախատեսված 50% բարձրացումը կասեցվի։ Հաջորդ նախագիծը վերաբերում էր համատարած հայտարարագրմանը։ Հայաստան խմբակցությունը առաջարկում էր չեղարկել հայտարարագրման համակարգը, քանի որ այն ավելորդ վարչարարություն եւ խնդիրներ է ստեղծելու քաղաքացիների համար։ Երրորդ նախագիծն էլ վերաբերում էր փոքր բիզնեսի աղմկահարույց շրջանառության հարկին։ Անցնող տարում ընդդիմադիր падգամավորները նաև տարբեր առաջարկներ են ներկայացրել այս կամ այն օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որոնց ընդունման դեպքում կփոխվեր ոչ միայն օրենքի տեսքը, այլև քաղաքացու կյանքի որակը։ Հայաստան խմբակցությունը առաջարկում էր բժշկական ապահովագրության փաթեթում ներառել 63 եւ 64 տարեկան թոշակառուներին, ինչը սակայն իշխանությունը մերժեց, պատճառաբանելով, թե բյուջեի նախատեսված գումարը չի բավարարում։ Մեր խմբակցությունը այս տարի բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, թե եվրոպական գործընկերների, թե ամերիկյան գործընկերների, թե ռուսական գործընկերների, թե իրանական ներկայացուցիչների հետ։ Այդ առումով պետք է գնահատել, որ բոլորի մոտ էլ կային մտահոգությունը, որ Հայաստանը գտնվում է աննորմալ մի վիճակում, իդեմս իշխանությունների, որոնք ամենատարբեր ոչ հաստատուն քայլերն են անում, վտանգելով թե տարածաշրջանում Հայաստանի դիրքերը եւ թե նաեւ նոր ռազմական էսկալացիայի հիմքեր են ստեղծում մեր երկրի համար, ինչը բնականաբար նախընտրելի չի
առնվազն այն հարևան երկրների հետ հարաբերություններում, որոնք որ Հայաստանում համարվում են բարեկամ։ Անցնող տարում խորհրդարանական ընդդիմությունը գործեց նաև ազգային ժողովի պատերից դուրս հանրային հնչեղության միջոցառումների ժամանակ բողոքի ակցիաներ, հանրահավաքներ, դատական նիստեր եւ այլն։ Ընդդիմադիր падգամավորի ներկայությունն ու խոսքը փաստացի իրավիճակ էր փոխում։ Անկախ նրանից, որ այսօրվա քաղաքացիական պայմանագրի մեծամասնությունը իր բնույթով էությամբ անհանդուրժող եւ հանուն իշխանության պատրաստ ցանկացած բանի գնացող խմբավորում է, այնուամենայնիվ ընդդիմադիր падգամավորների խոսքը ազդում է նախ եւ առաջ հանրության մի որոշակի շերտի վրա։ Երկրորդ, միջազգային մեր այս կապերի միջոցով այնուամենայնիվ օգտագործելով նաև հայդատի գրասենյակների հնարավորությունը մենք փորձում ենք տեղ հասցնել Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդավարական, հակաիրավական, հակապետական, հակազգային բազմաթիվ գործողություններ, որ ձեռնարկում են այս իշխանությունները, եւ ի վերջո ընդդիմադիր падգամավորի գործունեությունը ազդում է նաև քաղաքացիական պայմանագրի որոշ համակիրների վրա, որոնք այնուամենայնիվ մտածում էին, որ այսպես ասած Նիկոլը ազնիվ է, արդար է եւ այլն, եւ բացահայտում է, որ ոչ ազնիվ է, ոչ արդար է, ոչ ազգային է, ոչ կառավարման որևէ հմտությունների է տիրապետում, հանուն իր պաշտոնին է պատրաստ է ցանկացած բան։ Այս ամեն ինչը տեղ է հասցվում, որքանով է դա ազդում շատերի վրա, դժվար է սպահին գնահատել, այնուամենայնիվ հանրության մի էական հատված կա, որ ընդդիմադիր падգամավորների գործունեության միջոցով նաև բացահայտում են այսօրվա իշխանության իրական դեմքը։ Անցնող տարում խորհրդարանական ընդդիմությունը գրեթե ամեն օր այցելել է քրեակատարողական հիմնարկներ, կալանավայրեր, տեսակցել ազատ խոսքի համար անազատության մեջ հայտնված հոգևորականներին, հանրային գործիչներին, կուսակցականներին։ Հայաստան խմբակցության падգամավորները պարբերաբար մարզային այցեր են կատարել Սյունիքից մինչև Վարդենիս, օրը կիսել գյուղացու հետ, լսել սահմանագոտու բնակչին, իմի բերել տեսածն ու լսածը, թե ինչ կարևոր արձանագրումներ են արել, ներկայացնում է Արծվիկ Մինասյանը։ Այն, որ ժողովրդի մոտ հստակ է հիասթափությունը Հայաստանի գործող իշխանություններից եւ պահանջում են օր առաջ հեռացնել սրանց։ Սա մի էական հատված է, որոնց մեջ են թե գաղափարական մարդիկ, որոնք որ Հայաստանը ուժեղ Հայաստան են պատկերացնում եւ ոչ թե զիջող, նվաստացող, խնդրող, չոքացող եւ անդադ կորուստներ բերող Հայաստան, այլ ուժեղ Հայաստան իդեմս նույն ընդդիմության մեր ներկայացուցիչների։ Երկրորդ հատվածը արձանագրում է, որ սոցիալ-տնտեսական կյանքում էական վատթարացում է արձանագրվել եւ այն հատվածը, որը որ օրինակ շատ քաղաքականացված չի, դժգոհում է թե իր ապրելակերպից, թե միջավայրից, թե ատելության են մթնոլորտից որ կա եւ թե նաեւ իր եկամտի անբավարարությունից։ Կա երրորդ խումբ, որը որ թեև տեսնում է, որ որոշակի փոփոխություններ օրինակ այս իշխանության հիմնական ճակերտավոր ձեռքբերումը, որն ասֆալտապատումն է եւ գյուղերում որոշակի աշխատանքներ իրականացնել եւ դա ներկայացնում է որպես հեղափոխական մի մոտեցում, դա ներկայացնում է որպես տարիների ընթացքում ոչինչ չարված իրավիճակում փոփոխություն առանց մարդկանց բացատրելու, որ դա արվում է պետության արտաքին պարտքի հաշվին, այսինքն նույն գյուղացու, նույն քաղաքացու, նույն բնակչի եւ նրա զավակների եկամուտների հաշվին է դա արվում։ Սա է բացատրվում եւ իրենք օրինակ այստեղ արդեն հստակ գնահատական են տալիս ու պահանջատեր են դառնում, որ լավ, եթե անգամ ասֆալտապատում եք արել, ինչի լավ չեք արել, ինչի լավ միջոցների չեք ծախսել։ Ու այսպես բազմաթիվ հարցեր, բայց գլխավոր խնդիրը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը, որ մարդկանց մոտ այսպես կարմիր գծով գնում է, շատերը անորոշության մեջ են, չեն պատկերացնում, չեն տեսնում հնարավոր լավ ապագա, իսկ նրանք, ովքեր որ օրինակ գտնվում են քաղաքացիական պայմանագրի եւ Նիկոլ Փաշինյանի տոտալ տեղեկատվական տերորի տակ, նրանց կարծիքով, եթե Նիկոլն ասում է, որ խաղաղություն է, ուրեմն խաղաղություն է։
որը բնականաբար հակադարձվում է թե մեր կողմից, թե քաղաքացիների կողմից, որ խաղաղությունը խոսքով չի, խաղաղությունը կոնկրետ համակարգեր են, կոնկրետ դաշնակիցների ամբողջություն է, կոնկրետ իրավիճակ է, կոնկրետ միջավայր է եւ ի վերջո կոնկրետ քո անվտանգության համակարգի տարրերն են, բանակ, տնտեսություն, ժողովրդագրություն եւ այլն, որտեղ մենք ցավոք սրտի գտնվում ենք ամենաթույլ դիրքերում։ Սրանք է, որ քաղաքացիների հետ քննարկվում են եւ կա հստակ նաեւ պատկերացում, որ առաջիկա ընտրություններում նրանք բոլորը անխտիր, նույնիսկ դիմադիր կամ ընդդիմադիր ակտիվ մասնակցություն ուզում են ունենալ ընտրություններին, իսկ դա կարևոր է։ Ավանդաբար, տարեմուտից առաջ Հայաստան խմբակցության պատգամավորներն այցելում են առաջնագիծ, այս տարին էլ բացառություն չէր նրանց այցը հայրենիք պահող զինվորներին, սպաներին շնորհավորելու նրանց ամանորն ու հղելու ամենաջերմ մաղթանքները։ Հերմինե Զայնալյան,